Ողջույն սիրելի բարեկամներ, ինչպես խոստացվել էր, այս անգամ կխոսենք խաչի խորհրդանիշի մասին և ընդհանրապես ինչպես է պետք ճիշտ խաչակնքվել։ Ինչպես գիտենք բոլորս, խաչը հիմնականում կապվում է քրիստոնեական դաշտի հետ, սակայն պետք է գիտակցենք, որ խաչի խորհրդանիշը մեզ հասել է դեռ քարե դարից, դեռ ժայռապատկերներից և առաջի հիշատակումները կան մեր էպոսում, Սասնա-Դյուցազնավեպում, որտեղ հավասարաթև խաչի խորհրդանիշը հայտնվում է էպոսի ձյուցազունների աջ բասկին որպես հավերժության, անմահության խորհրդանիշ։ Խաչի առաջի հիշատակումները դրանք հավասարաթև խաչի ձևերն են։ Եվ ժամանակի ընթացքում մեզ հասավ քրիստոնեական խաչը։ Ընդհանրապես խաչի խորհրդանիշը նկատում ենք նաև Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Ասորեստանում և Հին աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այնպես որ կապել միայն քրիստոնեական դաշտի հետ, կարծում եմ այդքան էլ առողջ չի, քանզի այդ դեպքում մենք հեռու կմնանք այն ճանաչողությունից, թե ինչ է նշանակում այդ խորհրդանիշը։ Առհասարակ խաչի խորհրդանիշը հասկանալու համար նաև պետք է ճանաչել տվյալ նշանի իմաստը։ Աշխարհում հիմնականում հայտնի է խաչի երկու տեսակ՝ հավասարաթև և քրիստոնեական խաչ։ Երկուսի իմաստը նույնն է, երկուսն էլ խորհրդանշում են հավերժությունը և կյանքի ծառը։ Հավասարաթև խաչը ավելի որպես հավերժության պտույտ, իսկ քրիստոնեական խաչը որպես կյանքի ծառ, որն էլ հենց տալիս է հավերժության պտուղները։ Խաչի գաղափարը իրենից ներկայացնում է ուղղահայաց և հորիզոնական գծերի միասնություն։ Ուղղահայաց գիծը դա տիեզերքից իջնող, դեպի մեզ իջնող և անդրադարձող էներգիայի հոսքն է, իսկ հորիզոնական գիծը մեր սրական կետը, որը գտնվում է այդ էներգիայի որոշակի հատվածում։ Հավասարաթև խաչի դեպքում մարդու զորական կետը գտնվում է հենց կենտրոնում։ Երբ մարդը տարված է լինում միայն նյութական աշխարհի բարիքներով, այսինքն չի ունենում ոչ մի հոգևոր աճ և չի գնում ինքնաճանաչման ճանապարհով, նրա կետը իջնում է զրոյականից դեպի ցած, որն էլ համարվում է հակաքրիստոսի խորհրդանիշ, դեպի անկում հոգևոր դաշտում։ Իսկ զրոյական կետից, այսինքն կենտրոնից դեպի վեր խորհրդանշում է հոգևոր աճ և արթուն մարդու խորհրդանիշը։ Դա է պատճառը, որ քրիստոնեական խաչի ներքևի հատվածը կարծես ավելի երկար է, ցույց է տալիս, որ մեր հորիզոնական կետը ավելի դեպի վեր, դեպի հոգևոր աճ է գնում։ Շատ եմ կարևորում այն գիտակցումը, թե ինչպես է պետք ճիշտ խաչակնքվել, քանզի ցանկացած խորհրդանիշ մեր մարմնի վրա անելուց համապատասխան էներգիաներ և վիբրացիաներ ենք բերում թե մեր ներսի աշխարհ, թե մեր շրջապատող աշխարհ։ Եվ ցանկացած խորհրդանիշ շատ կարևոր է օգտագործել գիտակցաբար։ Ի դժբախտություն մեզ պետք է ասեմ, որ ականատես ենք լինում անթիվ և անհամար մարդկանց, հավատացյալներին, ովքեր Քրիստոսի անունը հնչեցնելով, խաչակնքվում են հակառակ, այսինքն հակաքրիստոսի խորհրդանիշ են իրենց մարմնի վրա անում և համապատասխան էներգիա են տարածում իրենց և շրջապատող աշխարհում։ Իսկ ինչ կնշանակի ճիշտ խաչակնքվել։ Խաչակնքվելու համար որոշակի կարևոր կետեր կան մեր մարմնի վրա, որ մատերի միջոցով հպվում ենք այդ կետերին։ Այդ կետերից առաջինը մեր ունքային աղեղի կենտրոնում գտնվող հատվածն է, որն ինքնին երրորդ աչքի խորհրդանիշն է, այնուհետև պորտի և աճուկային ծալքի արանքում գտնվող հատվածը, որը առաջին էներգետիկ
կենտրոնի խորհրդանիշն է գտնվում, առաջին չակրան, եւ այդ ուղղահայաց գիծը խորհրդանշում է տիեզերքից դեպի ներքև, դեպի նյութական դաշտ եկող էներգիա։ Այնուհետև մեր մարմնի վրա գտնվող այս հատվածների գտնվող փոսիկներն են, ձախ կողմը խորհրդանշում է լուսնի եւ աջ կողմը արևի էներգիաների կենտրոն։ Ընդհանրապես հայերս միշտ ձախից դեպի աջ ենք խաչակնքվում, որի նշանակությունն է նյութական դաշտից դեպի հոգևոր դաշտ անցումը։ Դժբախտաբար պետք է ասեմ, որ խաչակնքվելուց թե հոգևորական դաշտի սպասավորների, թե սորական մարդկանց մոտ նկատելի է լինում խաչի ոչ ճիշտ խորհրդանշի առկայությունը, խաչակնքվելու ոչ ճիշտ խորհրդանշի առկայությունը եւ համապատասխան հատվածներին ճիշտ չհպվելով ստացվում է հակաքրիստոսի խորհրդանիշ, որի ազդեցությունը մենք տեսնում ենք ամենուր։ Եվ հարց կառաջանա, ինչ ազդեցություն պետք է թողի այդ փոքրիկ խորհրդանիշները, ասեմ, որ տիեզերքը եւ առհասարակ մեր մարմինը բաղկացած են փոքրիկ մասնիկներից եւ բավական է ամեն մի փոքրիկ մասնիկ հիվանդանա եւ մեր մարմինը չի կարող առողջ լինել։ Նույն ձևով մեր ամեն մի շարժումը, բառը եւ խոսքը շատ կարեւոր է տիեզերքի առողջ լինելու համար։ Ընդհանրապես նկատվում է, որ խաչակնքվելուց հիմնականում մարդիկ խաչակնքվում են նման ձևով, որը երբ գծերով ուշադիր նայում ենք, ստացվում է հակահամակարգի խաչ, կամ ավելի ներքև, ամենայն դեպս հորիզոնական գիծը չի բարձրանում եւ չի համապատասխանում իր տեղերի հետ։ Խաչակնքվելու երկու ձև կա՝ քրիստոնեական խաչ եւ հավասարաթեփ խաչ։ Խոսեցինք քրիստոնեական խաչի խաչակնքվելու ձևի մասին, բայց չխոսեցինք հավասարաթեփ խաչի մասին։ Հավասարաթեփ խաչով խաչակնքվելուց նույն շարժումներն ենք անում, միայն թե ներքևի հատվածը հպվում ենք արևհանգույցի տարածքում, որտեղ գտնվում է շատ կարևոր հոգու սկզբնական աճի կենտրոնը եւ այնուհետեւ նորից ձախից աջ։ Եվ այդ ժամանակ ստանում ենք հավասարաթեփ խաչ։ Ճիշտ խաչակնքումը նաև իրենից ներկայացնում է պաշտպանիչ խորհրդանիշ եւ օգնում է մեր հոգեվոր ճիշտ աճի ընթացքում։ Այնպես որ պետք է գիտակցել ցանկացած քայլ, ցանկացած շարժում եւ նոր անել այն։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ այն բոլոր հետևորդներին, ովքեր արդեն հասցրել են բաժանորդագրվել, իսկ ովքեր չեն հասցրել, բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք մեր գալիք թողարկումներին։ Շնորհակալ եմ, մինչ հանդիպում։